Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, ինչպես ամեն ուրբաթ։ Այսօր եւս մենք խոսելու ենք մշակույթից, մշակույթի մասին եւ բացառապես մշակույթի մասին։ Եվ այսօր իմ զրուցակիցն է Հանդարտ մշակութային այգու հիմնադիր, BML ընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Գյուլումյան, երբ ներկայացնում եք ձեզ, տեսեք ինձ առաջին Հանդարտ մշակութային այգու հիմնադիր, այդ կոչումին շատ դուր եկավ, ինչու։ Հարցի իմաստով եմ ասում, հարց տալու իմաստով, տեսեք, ինձ մոտ երբ մենք խոսում ենք մշակույթից եւ չմշակույթից, իսկ այդ մասին եւս խոսում ենք, իմ մոտ երբեմն տպավորություն է, որ հիմա վերջին 10 տարում, կասեմ 20 տարում, չգիտեմ, կարող եք 30 տարում էական չի։ Այն որ կատարվում է մշակութային դաշտում, շատ հիշեցնում է պարանով խաղ են, որ երկու կողմից ձգում են մի խումբ մարդիկ, հա, ով իր կողմ կքաշի, նա կհաղթի, ընդ որում մեր դեպքում դա բավական անհավասար կռիվ է, որտեվ խոսքը վերաբերում է պայմանական ասած դասական երաժշտությանը եւ 6-8-ին, հա, 6-8-ի հետևորդներն ու կատարողները շատ ավելին են, չնայած այս կողմի վրա շատ ավելի ենթադրում եմ պակաս տաղանդավոր չեն։ Հիմա այդ պարան քաշոցին ուր է հասել, ձեզ մեր մշակութային դաշտում։ Մեծ հաշվով ինձ թվում է տեղում դոփում է, բայց դեպի անդունդը ձորը ավելի շատ կշռացված, կշիռը ավելի շատ է դեպի այդ կողմ մշակութային առումով, որովհետև ես մտածում եմ, որ ընդհանրապես մշակույթը, երևույթը բառը առհասարակ ցանկացած ոլորտում մշակույթ ունենալ դա կլինի, թեկուզ դպրոցում ուսուցման process-ի մեջ ունենալ մշակույթ, տաքսի վարորդ ունենալ մշակույթ, այս մշակութային հասկացողությունը ուղղակի բառի էությունն ընդհանրապես էլ չեմ ասում մի կողմ, երևույթ ընդհանրապես չկա, որը շատ քիչ եմ տեսնում որևէ մի բանի համակարգված մշակութային գործողություն, դա կլինի արվեստում, դա կլինի այլ գործառույթներում։ Արվեստային մշակույթի, արվեստի մշակույթի մեջ նույնպես դատարկություն դեպի ձորը գնացող մեծ ծանր մաս եմ տեսնում, շատ նեղվում եմ, բայց հասկանում եմ, որ գիտեք, արվեստը որպես մշակութային երևույթ պետք է ունենա հարցադրում, պետք է խոսի ժողովրդից, պետք է խոսի խնդիրներից, որքան էլ որ գեղարվեստական է, որքան էլ որ փառատոնային է, որքան էլ, բայց տվյալ երկրի մշակույթը, արվեստը պետք է արձանագրի, բարձրաձայնի, խոշորացնի, հայելանման ցույց տա լավ սերը, վատ սերը, լավ հայրենիքը, վատ հայրենիքը, փողը, կռիվը, չգիտեմ, դավաճանությունը, բոլոր այն արատավոր կողմերը եւ նաեւ զուգահեռաբար նաեւ դրա գեղեցիկ կողմերը եւ ներդաշնակ արվեստի մշակույթի բովանդակության մեջ, գեղարվեստականության բովանդակության մեջ ցուցադրի, հանդիսատեսը հասկանա ինքը որտեղ է եւ բռնի հաստատ համոզված եմ այն թեւը որտեղ որ կտա իրեն ավելի բարին ու դրականը։ Մեզ մոտ խառնված է, եթե ուզում են ցույց տան, տեսեք, այս վատը չի կարելի։ Այն ջանացրությամբ են այդ վատը ցույց տալիս, այդ լեքսիկոնով, այդ մարդասպանություններով, այդ դավաճանություններով, որ այն դրականը ցույց չեն տալի, միայն ցույց են տալի, որ էս կա։ Եվ սա կարծես թե դառնում օրինաչափություն մեր հասարակության, մատաղ սերնդի, ընդհանրապես այս դաստիարակության մեջ դառնում օրինաչափություն ու մտածում են, այլ երևի էս հաշվի առնելով, որ ամեն 2 օրը մեկ առնվազն հրազենով իրականացված սպանությունների կամ սպանության փորձերի ականատես են լինում, իրենք իրենց նպատակին հասնում են։ Չոր ասենց ինչ եմ ուզում ասել, ուղղվածության գիժ չկա։ Այս երկու թևերի, այդ պարանի երկու թևերի հավասարակշռության էպիկենտրոնը, երբ որ դու անընդհատ ուզես ձգես գա հասնի մի կետի, դու հասկանաս, որ այստեղ ամուր բետոն է, դու էլ չես կարող այս կողմից այն կողմ ձգես, որովհետև այս բետոնը ֆունդամենտալ է, իսկ մենք այդ բետոնը, այդ ամուր
Շարանգել ենք, հիմա կասենք, վայ, ունեցել ենք, հա, շարանգել ենք Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, մեծ դերասաններից, դրամատուրգներից, նկարիչներից, ունենք հսկայական ժառանգություն, որոնք դպրոց են, չեմ ասում կրկնենք, բայց իրանք դպրոց են, որոնցից կարող ենք այսօր նոր արտադրական ձևերով, նոր ժամանակակից մշակույթի ու արվեստի համաշխարհային դաշտում ներկայանալու, այս հիմքը ունենալու կարողանանք առաջ գնալ, բայց չգիտենք, մենք անընդհատ կրկնում ենք վատը, կրկնում ենք համընդհանուր տեղի ունեցած աշխարհում տեղի ունեցածի վատը եւ փորձում ենք ասել, որ մենք ստեղծագործեցինք։ Տեսեք, մենք տասնամյակներ, դարեր շարունակ այ խոսել ենք հենց այդ ձեր ասած հիմքից, ֆունդամենտից, որի վրա մենք այսպես երկու ոտքով պինդ կանգնած ենք, մենք ամենադեպս միշտ վստահ ենք եղել, որ մենք երկու ոտքով պինդ կապած ենք այդ ֆունդամենտին եւ մեզ այդտեղից փոկել հնարավոր չի։ Հետո տեղի ունեն իրադարձություններ, անցնում են տասնամյակներ, հետո մենք հանկարծ սկսում ենք հասկանալ, ինչպես դուք ասացիք, որ այդ ֆունդամենտը թուլացել է, որ այդ ֆունդամենտից այն կողմել է քայլ լինում անել, արդեն հնարավոր է դա անել։ Դա ինչի է դեր կապված, լավ։ Դեք, ընդհանրապես արվեստը, մշակույթը նա մանավանդ դրամատուրգիան, արձակը, ժանրը եւ բոլոր այն բաները, ովքեր արվեստի այն ժանրը, որը իրենց պահանջում է ժամանակագրություն, թեվութիկունք, պարտադրում է պինդ պետականություն։ Հա իսկ բոլոր այն ժանրերը, որոնք ավելի հուզական ֆոնի վրա են, մեր մոտ հրաշալի պոեզիա է ստացվում, որովհետև բանտում նստած կլինես, գաղթի ճանապարհին կլինես, եւ այդ ցավը շատ կա, ծմկիտ կնստես կգրես, հրաշալի ստացվում է։ Այ վեպը, արձակը, ինչքան էլ ընդունենք այդպես շատ մեծ բան հիմքերի վրա չի մեր մոտ, որովհետև կամ եթե եղել է այն ժամանակահատվածում, երբ որ երկիրը, պետությունը ավելի հանգիստ, ավելի խաղաղ պայմաններում է եղել եւ բայց այնուամենայնիվ ինչա արտացոլում, ինչա տալիս, որտեղից է վերցրած։ Ընդհանրապես արվեստը, մշակույթը, արտացոլանքը մեկը մյուսից դարավոր այն քարե դարի մարդուց քարանձավի պատի վրա նկարած այդ պատկերից փոխանցվե տպավորություններ եւ ամեն անգամ գալիս են նոր ստեղծագործողներ, բերում են իրենց գեղագիտությունը, իրենց խնդիրներով, իրենց տեսած ճաշակով ու էսթետիկայով։ Այս առումով նորից եմ ուզում ասել, որ չկա այս պահին քարուքան տեղած ֆունդամենտա, որտեղ ենք, ինչ ենք ուզում, եւ դա ուղիղ ձևով ազդում է մեր պետականության, մեր պետության ոչ շատ ամուր լինելը եւ անընդհատ այս տարուբեր այս բաները, որտեղ ստեղծագործողները անում են այն, ինչը որ հիմա մենք տեսնում ենք էկրաններում, իսկ կներեք, այսպես փորձեմ լրացնել կամ այսպես թեզ ասեմ։ Իսկ արդյոք չեք կարծում, որ պետության հիմքերն այնքան էլ ամուր չեն, որովհետեւ այն մի ֆունդամենտն է թուլացել։ Կապված են, միանշանակ կապված են, նաև, բայց մեկը մյուսին արտացոլում է, մեկը մյուսին ուղիղ հավասարակշռություն է պահում։ Պետության հիմքերը թուլացել են, որովհետև սա թուլ է, բայց սա պինդ լինելու համար պետքա պետության։ Ես պետություն, կառավարություն, մյուս դրա մասին չի խոսքս Քավլիցի։ Ես որպես ինստիտուտ, որպես պետականություն, որպես ամուր դրված, որտեղ նաև կան ուղղվածություններ, երբ որ մարդը մտավորականը ունի տեսլական, մտավորականը ունի ուղղություն ուղենիշ, մեզ մոտ բոլորը խառն են։ Ես չեմ տեսնում գաղափարապես մի կետին խփող ուղղություն ունեցող հասարակություն, ազգ, ինձ համար շատ ցավալի է։ Դա կլինի բոլոր ոլորտներում, մշակութային ոլորտը իր ձևով պետք է խփի այդ կետին, մեր երազանքները որտեղ են, որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես
պետություն, որտեղ ենք, այդ երազանքների այդ մեկ օրվա երազանքի մասին չի, շատ բարձր տարիներով այ մի հատ կետ պետք է նշածող լինի եւ բոլոր ուղղություններով դա կլինի թե արտադրական, թե տնտեսական, թե մշակութային, թե բոլոր ուղղությունների թիրախը այդ երազանքին գնալը պետք է լինի եւ ամեն մեկ իր գործը առաջ տանելով դեպի երազանքին, որ համընդհանուր ազգով ունենք, կստեղծվի հետաքրքիր ու արդեն ֆունդամենտալ ինչի համար ենք սա անում, ինչ ենք ուզում ասենք։ Այդ երազանքը որտեղ պիտի ձևավորվի, գիտեք ինչ եմ ասում, օրինակ, այսպես ասեմ, դերասան կա, որը մտածում է, այ իր նպատակը երազանք է, այսպես, հերուն չի նայում շատ, ասում է, ես ուզում եմ հայտնի լինել։ Լրագրողը ասում է, ես ուզում եմ հայտնի լինել։ Այն մյուսը երազում է, չգիտեմ, վերջին մոդելի Mercedes ունենալ, ինչ որ երրորդը, չգիտեմ, գործարարը։ Եվ այլն։ Այսինքն այդ ընդհանուր երազանքը որտեղ պիտի ձևավորվի, եթե չկան օրինակ կներեք, էլի, տեսեք, պայմանական ասած պետքա ուրեմն դանկոներ լինեն, հայտ որ սիրտը հանեն, մթի մեջ լույս տալով, հա, ինչ որ առաջ տանեն, բայց դրան էլ որևէ մեկը հիմա չի անում։ Չեն ուզում դանկո լինել մարդիկ։ Ասում են չի ես անեմ։ Մի բան ասեմ, մի քիչ փիլիսոփայորեն գնչի, ընդհանրապես սկզբից ծնվում է երազանքը, հետո դառնում է նպատակ, հետո գնում ես նպատակի հետևից դառնում է իրականություն։ Մեզ մոտ առանց երազանքի ծնվում է նպատակ, որը ինքը հեղուկ է, այդ ձեր ասած թվարկած բոլոր բաները, եթե մեկ ուզում է ճանաչված լինի, այսօրվա ժամանակակից աշխարհում 3 րոպե է ճանաչված դառնալը։ Արամ հիմարություն այսօրվա բաց դաշտում եւ փորձիր այդ հիմարության մեջ տարօրինակ տվալ, բոլոր այն մարդկանց համար, որոնք կհամարեն, որ դա նորմալ չի, անմիջապես քեզ կդարձնեն հանրային ու ճանաչելի։ Ահա, բոլոր մարդկանց համար, որոնց համար դու ընկալելի չես լինի, առումով բարդ մտածողության, քեզ մի կոն կդնա, որտեվ քո այդ երկխոսության մեջ չեն։ Հակառակ դեպքում շատ արագ կդառնա։ Mercedes-ը ուզում ունենաս երազանքների վերջի այսօր նամանավան տարբեր հա, տենց վարկ բան էս ինչ որ մի բան կարող ես անել, գնալ ունենալ այդ Mercedes մի օրինակ բերեմ տարիներ առաջ 90-ականների 96-97 թվականներն են, ես երիտասարդ էի, մեր հարևանը 07 էր առել, խոպանից եկել էր Ռուսաստանից, առավոտ շուտ շուկայից բերել էր շամպայն բան, ժողովուրդը բան, 07 բան, սենց խոպանից եկել էր բան։ Մի հատ հարևան ունեինք, բոլոր իջան ներքև, հարևան ունեինք, մահացավ այդ մարդը, մոտեցավ, ասեց, այդ հավալոտ, չեր լինի 07-ի փոխարեն 06 առնեիր, մի զույգ էլ կոշիկ առնեիր։ Կարծում եմ օրինակս նաև այս առումով երբեմն այդ ինչ որ բան ունենալու ճանապարհին զոհում ենք մաքսիմում ամեն ինչ։ Հետո դա ունենում ես, հետո հասկանում ես, որ դու վերջացրել ես դա ունենալով, հետո մի որոշ этап սկսում ես անընդհատ ցույց տալ, որ դու դա կարացել ես ունենաս, դու այն հերոսն ես, որ դա է, որ ուրիշների համար անասանել էր, դու կարացել ես ունենաս։ Բայց մեկ էլ հանկարծ դու ինքդ քո համար հասկանում ես, որ կյանքը սպառվել է։ Հա, եւ դու այն նպատակ չկա։ Ինչ ունեցար դու կամ ինչ հետագից թողեցիր կամ քո ներսից ինչ որ բաներ միթե իրն էր կամ դա էր այդ ամբողջացած կյանքիդ նպատակի դեպությանը հասնես դրան ու մի խոսքով մի քիչ նյութա պաշտությունը մեր հասարակության մեջ շատացել է եւ առաջինը նյութը իր առարկան բրենդը բան SNN եւ վատնենա որ համատարած սկսում են վարակվել մեկը մյուսով բրենդ հեռախոս, բրենդ հագուստ, բրենդ ավտո, բրենդ տուն, բրենդ թաղամաս, բրենդ վերջի բոլորն էլ ծառայում են հագուստը մերկ չես, հեռախոսը խոսելու համար, մեքենան հա, ակետից բեկե տեղափոխելու համար, բայց դու քո ամբողջ էությունը, կյանքդ, նպատակդ, տանջանքդ, կրտինքդ, չգիտեմ, տարբեր հուզմունքներդ ամբողջը դրել ես մի բանի համար, որ դու քո կողքինից հետ չընկնես, որ դու ցույց տաս, որ դու էլ ես տենց գնում։ Այսինքն մի վատ բան եմ տեսնում, ես անդադ պայքարում եմ, ու իհարկե իմ չափորոշների մեջ, իմ ստեղծագործությունների, ընկերության անդադ որ հանգիստով եք ապրեք, ազատ, էլի բնությունից լրիվ մերկ եք եկել։
Պարոն Գյուլիան, տեսեք, այսպես մի օրինակ անձամբ ասում, մենք ունեինք ֆուտբոլային մեկնաբան ժամանակին, հիմա կասեմ ինչի եմ արեմ հիշել դա, որը ֆուտբոլային խաղը մեկնաբանելու ժամանակ հիմնական շեշտը դնում էր ոչ թե խաղի վրա, ինչ է տեղի ունենում այդ պահին դաշտում, այսքան այն ֆուտբոլիստը ինչ արեց, այլ, չգիտեմ, պատկերացնում եք Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմում է այսքան։ Մենք հիմա երբ խոսում ենք օրինակ հոլիվուդյան դերասաններից, շատ դեպքերում ավելի շատ ոչ թե դերերին ենք ուշադրություն դարձնում, թե ինչպես են խաղացել այսքան են դերը, այլ թե ինչքան գումար է վաստակել մի ֆիլմով եւ ընդհանրապես ինչ կարողություն ունի, ինչ արժի նրա տունը եւ այլն, այսինքն խոսքս վերաբերում է հանրահռչակման, այսինքն մենք ինչ հանրահռչակում ենք արդյունքում հասարակությունը ինքը այն գիտեք լեճի նման այդ քարը որ գցում ես ինքը այդ տալիքները որ գնում են չէ օղակները որ բացվում են հասարակությունը մոտավորապես այդպեսին է հիմա ոնց պիտի որոշենք այդ քարը գցողը ով պիտի լինի որովհետև ամեն քարից տարբեր տեսակի օղակներ են առաջանում նայած ինչ քարը փոքր մեծ տափակ կլոր գիտեք պետք է չամաչել եւ մեր մեջից գտնել այն մարդկանց որ այն հայտնի ասացվածքը չէ մի հիմար մի քար գցեց 1000 խելոքով չկարողացան հանել որ առաջի հերթին այդ հիմարը չգցի քարը կարողանանք դա հասկանալ եւ այսինքն մատով պիտի ցույց տանք ասենք այ դու հիմար ես չանես եթե մատով էլ չէ ուղղակի գոնե ժպիտով մնացածին ասել նա հիմար է գիտե պետք է կարողանանք էս էլ չենք սիրում կարողանանք հասնել մի կետի որ հա մենք կարողանանք դիմացինի առավելությունը մեզանից գնահատենք, հասկանանք, որ նա իսկապես ավելի շնոր ունի, ավելի զարգացած է, ավելի տաղանդ ունի այդ գործում, ավելի կայացած է, ավելի ճանապարհ ունի այդ գործում արած եւ վստահենք թող ինքը այդ ճանապարհը բացի, բայց սկսում ենք անկախ մեզանից նախանձել, չէ։ Մի խնդրեմ կա, շատ ինձ հուզող խնդրեմ է մեր հասարակության մեջ ցանկացած մասնագիտական աշխատանքի ասպարեզի ցանկացած ոլորտի մեջ մենք այսպես երբեմն խառնվում ենք իրար որ մարդը անհատը հայը մանավանդ Դիմիրճյանն էլ իր հայ մեջ դա լավ բնորոշում է թաքուն մենակ վերմակի տակ գիշեր են որ ոչ մեկ չկա ինքը իր հետ մենակ է ու երբեք ես ինչ կարող եմ անել Ես ով եմ, ինչ հնարավորություններ ունեմ, չխաբեմ ուրիշներին, ես մենակ եմ եւ իմ ռեսուրսը որն է, ես այդ ռեսուրսի իրական սա ես կարող եմ, ուրեմն այն բոլոր հորինածները, որ ես էլ կարամ անեմ, ես բախի չեմ կարող, ես եք սովորեմ, ես եք ան, թողենք այսա ես կարողանում եմ անել, ուրեմն շփրտել բոլորը մի կողմ, այնինչ որ դու կարող ես անել, ինչ որ դու գնահատում ես, դա անել լավ, դա անել պրոֆեսիոնալ, դա անել ճիշտ ու դու միանգամից կդառնաս եւ այն ճանաչվածը եւ այն Mercedes ունեցողը եւ այն երբ որ դու քո ներսի իրական ռեսուրսը գնահատես թե դու ինչ կարող ես անես ով ես դուք եք ասում եք իդեալական տարբերակ հիմա մենք գնանք իրականության վրա իրականության մեջ մեր մոտ աշխատում է կամ Աղասի Խանջյանի այն մեր մեջի խեղճ Կիրակոսը կամ Վանո Սիրադեղյանի մեկ այլ բնորոշում է, որ ասում ազգերը լինում են երկու տեսակի, ամերիկացիները հարուստ եւ բութ եւ հայերը շուստրի եւ թշվառ։ Հիմա մեզ մոտ, չգիտես ինչի այդ Կիրակոսի ու շուստրի թշվառի այդ համակցումն է սկսում աշխատել։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ որ մենք ունենում ենք, այն ինչ որ մենք ունենում ենք հիմա արվեստի դաշտում որպես համատարած երևույթ նկատի ունեմ։ Այն որ չմշակույթը մենք սկսել ենք արդեն անցալել որպես հալավ դա էլ է մշակույթ։ Եվ այն իմ ասած դանկոները, որոնք այդ սիրտները հանում են վառած փորձում են հանկարծ գնալ, մենք այդ ժամանակ կամ այսպես կոնկուրենտներ, այսպես ասեմ, մրցակիցները ինչ են անում, բնականաբար զանգում են հրշեջ ծառայություն, ասում են եկեք այս մարդուն հանգցրեք։ Չգիտեմ, ինչ ձևով մեկնաբանեմ, ինչ պատասխան տամ, խնդրեմը որտեղ է իրականում շատ խառն է, տարբեր բաների հետևանքները, բայց նորից եմ ուզում անդրադառնալ Դեմիրճյանը 100 տարի առաջ այդ հայ
նկարագրվում ինձ լավ տալիս է այդ ամեն ինչը եւ տեսակի խնդիր է երևի այս վերջերս ինձ հանդիպեց ես առհասարակ չեմ խառնվում թատերական ասպարեզում թե հիմա մեր իրականության մեջ ով ինչ է անում լավ անում վատ անում ստեղծագործում է ջանք է թափում էներգիա է թափում ստացվում է չի ստացվում երբեք որևէ գնահատականներ չեմ տալիս եթե առանձնապես տվյալ մարդը ինձ չի հարցրել կարաս գնահատես ինձ համար կարևոր է քո գնահատականը ասենց ավելի հանրային գնահատականներ չեմ տալիս հանդարտում բայց ներկայացում կա եւ կա մի կոնկրետ ուղղվածություն խնդիր ինձ կողմից որ դեռևս երկար ժամանակ պետք է լինի միայն հայ գրականություն եւ ստեղծագործություններ որոնք կլինեն միայն հայի մասին հայի սիրո հայի ցավի հայի ապրումների հայի բոլոր հայի մասին եւ այսպես աշխատում ենք ընկերներից մեկը որը նաեւ շփվում է եւ նեղվեցի, բայց ասում եմ բամբասում ենք, ես նեղված են կողքի քո ու ասում են դա ինչ գեղչկական բաներ անում, գեղչկական թատրոն է։ Ասում օքեյ։ Եթե Բակունցը գեղչուկա, Սպարվիական Մանուշակ Սարյանը գեղչուկա, Խաղողի այգի, Ստեփան Զորյանը ցանկապատ գեղչուկա, Հովանես Թումանյանը բարեկենդանի հետքերով գեղչուկա, Սերո Խանզադյանը գեղչուկա ուրեմն գեղչկական եմ անում, շատ լավ եմ անում։ Դուք արիստոկրատները մի եկեք մի նայեք, չէ՞։ Հա, մենք սարերում չենք կարող Շեքսպիր անել։ Այս բանը կա, միևնույնն է, այստեղ ինձ ես ուզում եմ ասել, որ ուղղակի պետք է գլուխդ կա հավատաս քո երազին, վառվես դրանով, երբեք չմտածես ով ինչ կասի, խի կասի, ոնց կասի, քո համար գտել ես դա ճշմարտություն ու անես ազնիվ։ Ես հանդարտի գաղտնիքը գտել եմ, ես այդպես հպարտությամբ ուզում եմ ասել, 3 առաջ օրն ենք արձանագրել թվերը, ես որքան էլ որ նաև բեմադրում եմ, որ սցենարներն եմ գրում, մյուս նաև շատ ակտիվ ինձ համար կարևոր է բիզնես եւ մարքեթինգի եւ վերլուծության, հա, որտեղ այդպես համակցված է, ասվեց, որ մենք այս տարի մայիս ամսից մինչև նոյեմբերի 9-ը վերջի ներկայացումն է եւ արդեն սպառված է ներկայացումները 54,820 հանդիսատես ենք ունեցել սարերում եւ անուչ տամ թատրոնների պետական թատրոններից 200 անգամ շատ մեկ տարվա ընթացքում բայց որևէ մեկին չեմ խնդրել որևէ մեկին առանձնապես ինչ որ գովազդներ հերոստատեսություններով չգիտեմ ինչ համատարած այսպես բոլորը եղել է հանդիսատեսի կողմից ինքնավարակումով սարաֆանի ռադիոյով ու ինձ այնքան է պարտավորեցնում ու ես հասկանում եմ դրա պատճառը որտեղ է եւ մեր դերասանական բոլոր ստեղծագործական տեխնիկական բոլորին դա խնդրում եմ հնարավորինս մաքսիմում ազնիվ եղեք հանդիսատեսի հետ անկեղծ եղեք անկեղծ շատ նուրբ են իրանք անմիջապես այս բնության մեջ մի փուճուր կեղծ մի անգամից երևում է անկեղծ եղեք իրանք սիրելու են չկա ոչ մի բան գիտեք նա սարա խոտի տուկեր ինչ որ բան նստարաններ աթոռներ չգիտեմ հանդարտում չէ ինչ որ առանձնապես բան ցավոք սրտի ես ճիշտ արիստոկրատ չեմ բայց ժամանակ քիչ եմ ունենում այս ինչ լավ սովորական սարա բայց զգացողությունը ներկայացումից հետո դիմավորելու շփտա ամբողջ է այսպես այնքան անկեղծ ու ճիշտ է իրանց այս համընդհանուր սիրուն է թվում ես ուզում եմ այս ինչ օրինակը բերեցի տպավորություն չլինի հանդարտը բերեցի մերտեղ կապլեցի դա խնդիրը չունեմ ես ուզում եմ որ յուրաքանչյուրս մեր գործում ինչ որ անում ենք պարզապես անկեղծ լինենք մաքրամաքուր ազնվության հասնող անկեղծ լինենք այն ինչին մենք ձեռք ենք տալու անում ենք ու կընկնի տեղը տեսեք անցած շաբաթ մեր հյուրեստեղ Ռուբեն Բաբայանն էր ինքը հետաքրքիր միտք ասեց որ մեր ժամանակակից արվեստի խնդիրներից մեկը այն է որ լեզուն եւ ձևը մատուցման մնացել են անցյալում այսինքն անցյալից եկած ձևերն ու մատուցման եղանակներն են եւ դա բնականաբար խնդիր է առաջացնում հատկապես երիտասարդության հա երիտասարդությունը տրաֆարետային հայրենասիրական պաթետիկ իմ հայր այդ ոճը հա ինքը չի ընկալում ու երբ դու իրեն այդ
դա էս մատուցում, ինքը ցանցանում թողնում գնում է ուրիշ տեղ, մտնում է պլանշետի մեջ, հեռախոսի մեջ, կամ գնում է, չգիտեմ, ինչ պայմանական կայսրության թևեր նայելու։ Այդ հանրահռչակման խնդիրը ինքը ինչպես պիտի կազմակերպվի, ինչպես պիտի կառուցվի, որովհետև անդադ այդ վեճը գնում է պետությունը դա պիտի անի, պետությունը չպիտի մասնակցի, պետությունը ուղղակի պիտի փողը տակ հաշվի մի կողմ։ Բացատրեմ, այն օրինակ, այն հարցադրումն է, որը կոնկրետ իմ սրտով է եւ մի քանի շատ կուզենամ խոսել դրա մասին։ Ինչի պիտի պետությունը անի եւ պետությունը ինչա ստանում դրա դիմաց։ Գիտեք, ես նայում եմ մեկ տեսնում եմ պետությունը հոնորարներ պետական դրամաշնորհներ տալիս, ոչ թե դրամաշնորհ, աշխատավարձ պետական թատրոններին պետական թատրոնները ունեն ռեպերտուարներ, ներկայացումներ են անում, ինչ որ տարբեր։ Մի օր ես չեմ նկատում, որ պետական թատրոնը, այսինքն պետության հետ դիմագործված լինի ամբողջ Հայաստանի որևէ քաղաք չէ, գյուղերով սկսած ժամանակին եղել է այս ներկայացումները, որը որ այդպեսին է, նախ տանեն հյուրախաղերի, անընդհատ process լինի։ Վարդենիսի, չգիտեմ, ինչ գյուղի հարկատուն գումարը տվել, որ այս թատրոնը աշխատում է, եւ ինքը չի կարող գա թատրոն, բայց ինքը պարտավոր է տարի մի անգամ այդ թատրոնի որևէ ներկայացմանը ականատես լինի եւ այսպես դասերակցությունը գնա։ Սա լավ պետական մի բանի մի կողմ։ Ասում են, գիտեք, մեր թատրոնում աշխատում է 42 հոգի, դերասան, հանդարտում, ստեղծագործական, դերասաններ, տեխնիկական մաս, թվերով հետը պետք է խոսեմ, ես կարծում եմ կարիք չկա։ Մեկ րոպե որևէ պետական հովանավորություն չունեմ, ավելին կոնկրետ խնդիր եմ դրել, շատ այսօր ինձ մոտենում են, մենք պատրաստ ենք ձեզ հովանավորենք, ֆիրմաներ են, ընկերություններ են, ուզում են իրենց լոգոտիպը լինի, ուզում են ներկայացված լինի, պատրաստ ենք, ասեք, մենք էլ միտեղ դիրքավորվենք, ձեզ գումար տանք, կամ եթե պետքա պատրաստ ենք օգնելու, կտրականապես դեմ եմ։ Կողքից ասում եմ գիշեր ես, մարդիկ ամեն ինչ անում են հասնեն դրան, որ գան, ասում նայեք։ Ես եթե դա արեցի, ես կախվածություն եմ ունենում, ոչ թե այդ մարդկանց դրա մասին չի, բյուջեն իմ տարեկան ստեղծած ձևավորվում է տվյալ մարդկանց տված հոնորարներից։ Եթե վաղը այդ մարդիկ չլինեն, այս այդ բյուջեի մեջ դառնալու եմ կոմֆորտ, այդ բյուջեի մեջ ստեղծելու եմ ամբողջ տնտեսությունը, հետո իրանք չկան ու միանգամից փլվելու է։ Մեր մոտ գնում ենք նրան, որ ուղիղ ներկայացում տոմսերից ստացած վաճառք, վաճառքից ստացած գումար, գումարից ստացած ծախսեր եւ եկամուտ։ Հիմա հարց առաջանում, բա տոմսեր, ուրեմն այնպես բաներ որ առնեն։ Դե գիտես դա մայլ այսօր էժան բան sense դուրս են գալի, չգիտեմ էս։ Ասում չէ, եթե Բաքունց էժան է, Սարոյանը էժան է, չէ, այնպիսի ձև մտածի, մատուցման ձև մտածի։ Գնում եմ թատրոն, գնում եմ ներկայացումներ, ես վերջերս արդեն չեմ կարողանում շատ մնալ, որտեվ թողիցներ են, բոլորին չեմ ասում, բայց շատ ռեժիսորներ եւ շատ տեղեր, բեմի վրա ամեն ինչ կատարվում է բաց թատրոնից։ Ծուխ, լույս, կտորներ, պարողներ, դերասանները վերջի պլանում, դրամատուրգիան ինչի մասին է, ուզում ես հասկանաս, այս գործը ինչի են բեմադրել, ինչ է ուզում ասի, ռեժիսորը այսպես բան, փառատոնային, ինչ ամեն ինչ կա, բայց վերջում sense հանդիսատեսին փորձում են բան անել, զարմացնել, որ այսպիսի բաներ կամ այտենց բաներ, սիմվոլիկաներ, սյուր բաներ, տրյուկներ, ինչ որ ասենց շատ հանճարեղ բաներ են այտենց մտածում, խր հանճարեղությունը պարզության մեջ է։ Ես այդ հանճարեղ սովորական հանդիսատես, որը ոչ բոլորն են այդպես ընդունակ, ընկալելու, թե բեմի վրա ինչա տեղի ունենում, երրորդ, չորրորդ տողատակերը կարդալու, պետք է նաև թողել, որ հանդիսատեսին դու որպես ռեժիսոր գնալ այդ պլան, որտեվ թատրոնը եռանկյունից է կախված, կազմված, դա ես չեմ ասում, դա դրամատուրգիա, դերասան, հանդիսատես,
երեքից մեկը չկա, քանդված է թատրոնը։ Այն բոլոր մասնագիտությունները թատրոնում հետո մտածածին, առաջացած ռեժիսուրան կլինի, նկարչությունը, այս մասնագիտությունները, որ եկել են ավելի թատրոնը որպես հիմնարկ եւ որպես ներկայացումները ավելի գեղագիտություն տալու համար։ Հիմա, երբ որ մենք կոտրում ենք այս ամեն ինչը, առաջի պլան ենք բերում լավ պարը, թատրոնի մեջ լավ երաժշտությունը, չգիտեմ, գունագեղ նկարչությունը, տրյուկները ժամանակակից։ Այսօր հանդիսատեսին չես կարող խաբել։ Բացում է հեռախոսը ու ամեն ինչ տեսնում, ամենահրաշք ֆոկուսը շոուն ինքը կարա տեսնի, բայց իրան կարող ես անկեղծությամբ խաբել։ Թատրոնը ինքը սուտ է, չէ՞։ Ինքը ոչ խաբել, քաշել։ Չէ, ես խաբել ինչի համար եմ ասում։ Հասկացա։ Թատրոնը ինքը որպես այդպեսին սուտ է, դու գիտես որ գումար ես տալիս, գնում ես որ քեզ խաբեն։ Այսինքն այդ դերասանը իրական չի զոհվում, այն դերասանը իրական չի սիրալում, պայմանական եմ ասում։ Գեղեցիկ սուտ է, որտեղ ես վճարում եմ, տոմս եմ գնում, որ գնամ ինձ խաբեն։ Ու եթե ինձ լավ չեն խաբում, այսինքն լավ չեն խաղում, ես ասում եմ սուտ էր։ Քաղաքականության պես մի բան է։ Լավ չեն խաբում, չեմ ընտրում։ Չէ, նայեք, թատրոնի տված խաբկանքի մեջ կա ասելիք ու ազնվություն, թատրոնի ներկայացման դրամատուրգ կա ինչի համար եմ խաբում, որպեսզի դու ճշմարտությունը տեսնես, հա, միմոսնա, որտեղ ծաղրելով գալիս է, բայց ճշմարտություններն է ասում, ու թատրոնի ուժն էլ սա է, տարբեր ձևաչափերով, Ստանիսլավսկին ասում է սեղանի տակ հաչալով ծեր բացատրի, ես հավատամ։ Ոնց ուզում ես բացատրի։ Շատ լավ։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ հանդարտ մշակութային այգու հիմնադիր, Բեմել ընկերության հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։